Ողջույն եւ բարի գալուստ Տավուշ TV Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ արդեն գիտեք, մենք մեկնարկել ենք զրույց քննարկումների շարք եւ այս հանդիպումներին հյուրընկալում ենք Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոսական կազմի ներկայացուցիչներին։ Այսօր որպես զրուցակից մեզ մոտ հյուր ենք ընդունել պատմական գիտությունների թեկնածու Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս պարոն Ազատյանին։ Պարոն Ազատյան, շնորհակալություն հրավերն ընդունելու եւ միանալու մեր զրույցին, թերևս ընտրել ենք վերջին տասնամյակներում անընդհատ իր արտիականությամբ աչքի ընկնող թեմա, խոսելու ենք Հայաստանում խորհրդայնացման ըստ էության պատմությունից եւ նաեւ կանդրադառնանք ավելի լոկալ կոնտեքստին, այսինքն իջևանյան համատեքստին եւս։ Երբ փորձում եմ հետհայաց նետել իմ դպրոցական տարիներին եւ ուսանող եղած ժամանակ, առաջին միտքը, որ այս թեմայի հետ կամ թեմայի մասին գալիս է, անգիր արված մի միտք է, որ 1920 թվականի նոյեմբերի 29-ին Սարգիս Կասյանի գլխավորությամբ Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն մուտք գործեց Իջևան, այն ժամանակ Քարվանսարա, ու ըստ էության այդ օրը որպես այդպիսի նշանավորվում է որպես Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օր։ Երբ այս միտքը կարդում եմ, մոտս տպավորություն է, թե դա շատ միանշանակ երևույթ է եւ, չգիտեմ, մուտքը նաեւ նշանավորվում է որպես խորհրդային կարգերի հաստատում, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ ինքը բազմաշերտ, բավականին երկար process է եղել, որովհետեւ գործ ենք ունեցել քաղաքական, տնտեսական, մշակութային, արժեքային, կենցաղային մի շարք համակարգերի հետ, որտեղ տեղի ունեցել ոչ թե տեղային փոփոխություններ, այլ հենց ֆունդամենտալ, հիմքային, որը լի է եղել շատ ռեպրեսիաներով, հակազդեցություններով, նոր մշակութային տարերով, եւ դրա համար ես շատ կուզեմ, որ մենք հենց քննարկումը սկսենք, թե ինչպես տեղի ունեցավ, ուրվա հետ կապված, ինչու հենց այդ օրը, կա որոշակի պատմական անհամաձայնություններ ուրվա հետ կապված, թե ոչ, ու ինչպես մեկնարկեց այս փուլը, եւ քանի որ ըստ էության process-ը սկսվեց այսպես կոչված Իջևանից, ես կուզեմ նաեւ խոսենք Իջևանի որպես լոկալ օրինակ առանձնահատկությունը ընդհանուր process-ում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ լավ, ուրեմն տեսեք, Հայաստանի խորհրդայնացման խնդիրը, իսկապես դուք ձեր խոսքի մեջ շատ ճիշտ նշեցիք, որ դա երկար եւ բարդ process-ի արդյունք էր։ 1917 թվականին Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից, հասկանալի պատճառից ելնելով, որտեղ մի տարվա մեջ երկու հեղափոխություն տեղի ունեցավ այդ երկրում, եւ որոշ ժամանակ անց 18 թվականի գարնանը Անդրկովկասը անջատվեց Ռուսաստանից, այսինքն ստացվեց, որ Ռուսաստանում խառնակեց իրավիճակը, Ռուսաստանին հետ պահեց Անդրկովկասում որևիցե մի հավակնություն ունենալուց, եւ Ռուսաստանի այս դուրս գալը բնականաբար ժամանակավոր բնույթ պետք է կրեր։ Մեկ մյուսի հետևից մայիս ամսին 1918 թվականին անկախացան Անդրկովկասի 3 հանրապետությունները, խոսքը Վրաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանին էր վերաբերում, բայց ամենևին էլ Ռուսաստանը սրանով չպետք է Անդրկովկասից հրաժարվեր եւ վաղ թե ուշ նա պետք է հետ վերադառնար Անդրկովկաս։ Իսկ նախկին ցարական կայսրության ազգային այդ շրջանների խորհրդայնացման գործընթացը սկսվեց 1918 թվականի վերջ, 1919 թվականի սկիզբ ընկած ժամանակահատվածից Ուկրաինայի, Բելոռուսի խորհրդայնացումով, հաջորդ տարի 1920-21 թվական ընկած ժամանակահատվածում խորհրդայնացվեց արդեն Հյուսիսային Կովկաս, Անդրկովկասը, Չեչնիան, Դաղստանը, որից հետո Ադրբեջանը 1920 թվականի ապրիլ 28-ին, նրանից հետո Հայաստանը, այնուհետև Վրաստանը խորհրդայնացվեց։ Արդեն 1922 թվականին խորհրդայնացման process-ը շարունակվեց դեպի առաջ, դեպի ընդհուպ Միջին Ասիա հասավ, Թուրքեստանը խորհրդայնացվեց, Հեռավոր Արևելք հասան։ Միայն Լեհաստանի խորհրդայնացման process-ն էր, որ իրականություն չդարձավ, քանզի ռուսները պարտություն կրեցին։ Ռուս-լեհական կռիվը, ռուսական բանակը պարտություն կրեց ամառվա վերջին։ Համաշխարհային տիրապետության հասնելու բոլշևիկյան Ռուսաստանի այս գաղափարները ոգևորություն էին առաջացրել եւ նրանք անգամ նպատակ ունեին հեռահար որպես ծրագիր իրականություն դարձնել նաեւ Թուրքիայի խորհրդայնացման process-ը, Իրանի, Աֆղանստան հասնել ընդհուպ, բայց բնականաբար այս վերջի դրույթները իրականություն չդարձան եւ խորհրդայնացման գործընթացը փաստորեն այստեղ պիտի կանգ առնենք։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեզ, մեր պարագային, մեր իրականությանը, ապա Հայաստանի խորհրդայնացման գործընթացը սկսվեց
դեռևս 1920 թվականի մայիս ամսից սա պիտի համարենք Ղարաբաղից սկսվեց խորհրդայնացման գործընթացը։ Չնայած մեր պատմագրության մեջ ունենք տեսակետեր, որ խորհրդայնացման մայիսյան փորձը, եթե Հայաստանը մայիսին խորհրդայնացվեր, ապա մենք ավելի մեծ տարածքներ կունենայինք, այսօր գոնե Կարսի մարզը, Սուրմալուի գավառը Իգդիր քաղաքով հանդերձ կունենայինք։ Առ այսօր պատմագրության մեջ այս տեսակետը հակասական այսպես գնահատականների է արժանացել եւ տարբեր տեսակետեր գոյություններ այս խնդրի վերաբերյալ։ Չնայած մայիսին խորհրդային Ռուսաստանը չէր դնում Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Եվ բացի այդ դեռ 1920 թվականից, 19 թվականից ներողություն, քեմալականները երկու կարևորագույն խորհրդաժողովներում, խոսքը 19 թվականի ամռանը Էրզրումում եւ Աշնանը սեպտեմբերին Սեբաստիայում հրավիրված երկու խորհրդաժողովներին էր վերաբերում, որտեղ որ վերջիններս բերել իրենց հակահայկական ծրագրերն էին առաջ քաշել, իսկ 20 թվականին արդեն նրանք ընդունեցին իրենց այսպես կոչված ազգային ուխտ կոչված փաստաթուղթը, որտեղ նշվում էր, որ յուրաքանչյուր թուրքի սրբազան գործը պետք է համարել, ոչ մի թիզ հող չզիջել, ոչ հայերի եւ ոչ էլ հույներին։ Այս փաստաթղթում նշված իրականություն դարձնելու համար քեմալական Թուրքիային անհրաժեշտ էր դաշնակից։ Իր հերթին խորհրդային Ռուսաստանին էր անհրաժեշտ դաշնակից, որովհետև պատերազմից հետո երկուսն էլ կարծես մեկուսացած վիճակում էին գտնվում եւ երկուսն էլ իրենց Անդրկովկասի նկատմամբ ունեցած ծրագրերի կատարածելու համար անհրաժեշտ էր դաշնակից։ Եվ ահա կամաց-կամաց խորհրդաքեմալական մերձեցումը գալիս գործնական փուլ է մտնում եւ խորհրդաքեմալական համագործակցության առաջին արդյունքը, այսպես ասած, դա հանդիսացավ 1920 թվականի ապրիլի 28-ի Ադրբեջանի խորհրդայնացումը։ Ստացվեց, տեսեք, որ 20 թվականի գարնանը Ռուսաստանը կամաց վերադառնում է Անդրկովկաս։ Ադրբեջանի խորհրդայնացումը որպես այդպիսին մեզ համար պիտի ազդանշան ավելի ճիշտ հանդիսանար, դա մեզ մտածելու տեղիք պիտի տար, ի վերջո Ռուսաստանը հետ է վերադառնում Անդրկովկասյան տարածաշրջան։ Այստեղ խնդիր կանում էր նրանում, որ առաջին աշխարհամարտը ավարտվել էր եւ խաղաղության վեհաժողովը իր աշխատանքները սկսել էր առաջիկայում, խոստումնաշատ Սևրի պայմանագիրը պետք է ստորագրվեր։ Եվ այդ Սևրի պայմանագրով մեծ Հայաստան էր խոստացվում, եւ բնական է, որ տվյալ պարագայում մենք ավելի շատ հույսը պետք է կապեինք արևմուտքի պետությունների հետ։ Եվ այստեղ մի տեսակ խորհրդային Ռուսաստանի դերը ստանցքվել էր մեր պարագայում, չգիտես ինչի, մենք մի կողմ էինք դրել, գերապատվությունը տալիս էինք արևմուտքին եւ Ռուսաստանին մի տեսակ երկրորդական պլան էինք մղել։ Բայց մենք սկսեցինք 20 թվականին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո երկխոսություն սկսվեց խորհրդային Ռուսաստանի հետ, ու պատվիրակություն կազմեցինք, ուղարկեցինք Մոսկվա, բանակցագործընթաց սկսվեց։ Չնայած մենք այդ բանակցությունների ժամանակ ոչ մի հաջողություն չունեցանք, որովհետև մենք մի ուրիշ բան էինք ասում, սովետական Ռուսաստանի պատվիրակությունը արտաքին գործերի նախարար Գյորգի Չիչենի գլխավորությամբ մի այլ բան էր ասում, արդյունքում ամռանը հունիս-հուլիս ամիսներին տևած այս բանակցագործընթացը ձախողվեց, քանզի ռուսները մեզ քողարկված խորհրդայնացում էին առաջարկում, մենք չէինք համաձայնության չէինք գալիս, դիմացը Սևրի պայմանագիր կար կրկնում եմ, եւ դրանով բանակցությունները անհաջող ավարտաբան ունեցան, ընդհատվեցին Երևանում շարունակելու պայմանով խորհրդայնացման հարցը Ռուսաստանի օրակարգում բերվեց դրվեց քննարկման հարց դարձավ 1920 թվականի ամռանը հուլիսի 31-ին Քաղբյուրոն քննարկեց Հայաստանի խորհրդայնացման խնդիրը, սակայն քաղաքական աշխարհաքաղաքական այդ գործընթացների իրողությունների հանգամանքների համապատկերում ժամանակավորապես հետաձգվեց։ Երկրորդ անգամ խորհրդայնացման խնդիրը քննարկվել է 1920 թվականի աշնանը հոկտեմբեր 14-ին, երբ որ Գյորգի Չիչենին արտաքին գործերի նախարար Քաղբյուրով ներկայացնում է խորհրդայնացման խնդրին վերաբերող առաջարկ, որ հավանության է արժանանում, եւ արդեն 20 թվականի աշնանը սկսվեց խորհրդայնացման գործընթացի իրագործման այս գործնական էտապը։ Այստեղ մի շատ կարևորագույն հանգամանք կար։ Ինչպես պիտի իրականացվեր Հայաստանի խորհրդայնացման գործընթացը։
Ես ասացի, որ Քեմալական Թուրքիա, Խորհրդային Ռուսաստան ու Լենին-Քեմալ համագործակցություններ ընթանում արդեն 1920 թվականի սեպտեմբերի սկզբին 1-ից 8 ընկած ժամանակահատվածում Բաքվում հրավիրվեց Արևելքի ժողովուրդների համագումարը։ Սա շատ կարևոր հանգամանք էր Հայաստանի խորհրդայնացման գործընթացը իրականություն դարձնելու ճանապարհին, որտեղ որոշում կայացվեց, պլանը, այսպես ասած, գծվեց Հայաստանի խորհրդայնացման process-ի։ Եվ ըստ դրա նախատեսվում էր հետևյալը. խորհրդայնացումը պետք է իրականություն դառնար թուրքական մահաբեր սպառնալիքի արդյունքում, այսինքն թուրք-հայկական պատերազմի արդյունքում Հայաստանի խորհրդայնացումը պետք է իր տրամաբանական, այսպես ավարտաբանը ունենար։ Քեմալական ուժերը պետք է հարձակվեին Հայաստանի վրա, քեմալականները նախորոք բոլշևիկյան Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսինքն իրենց ազգային ուխտով նախատեսված այդ Կարսի մարզին պիտի տեր դառնային, պիտի շարժվեին առաջ, պարտության մատնեին Հայաստանին, նոր դրանից հետո պատերազմի ավարտաբանին նոր բոլշևիկյան ուժերը, կարմիր բանակայինները պետք է մուտք գործեին Հայաստանի տարածք եւ հայ ժողովրդի աչքին նրանք պետք է երևային որպես փրկիչ, ազատարար եւ նաեւ աշխարհում նրանք պիտի այդ դերակատարությունը ստանձնեին, տեսեք, սովետական Ռուսաստանը եկավ փրկելու քեմալականների այդ ոսոխիչ Իրանից եկավ փրկելու հայ ժողովրդին։ Եթե տրամաբանությունը հետևյալն է, սովետական ժամանակաշրջանում, եթե բոլշևիկները չկային, ապա Հայաստանը պիտի գնար կործանման ուղով, չնայած Առաջին հանրապետության վերջին վարչապետը տիպիկ այդպիսի բնորոշում էր տվել Հայաստանի Առաջին հանրապետության այդ մայրամուտի этаպի հետ կապված պատերազմի կապակցությամբ, որ Հայաստանը հայտնվել էր բոլշևիկյան մուրճի եւ թուրքական սալի արանքում, այդ զնդանի արանքում էր հայտնվել, եւ վերջապես 1920 թվականի աշնանը սեպտեմբերի վերջին, սեպտեմբեր 28-ին բռնկվեց թուրք-հայկական պատերազմը։ Այս պատերազմը տևեց 52 օր։ Այս պատերազմի արդյունքում մենք պարտվեցինք, հետևանքով պարտություն կրեցինք, կորցրեցինք Կարսը, Սուրմալուն, Իգդիր քաղաքով հանդերձ, եւ պատերազմը ավարտվեց նոյեմբեր 18-ին։ Ստորագրվեց զինադադարը, որի համաձայն պետք է մեկ շաբաթվա ընթացքում պատվիրակություններ կողմերը կազմեին եւ ուղարկեին Ալեքսանդրապոլ բանակցություններ վարելու համար։ Նույն ժամանակահատվածում ուշի-ուշով բնականաբար բոլշևիկները հետևում էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ Հայաստանի խորհրդայնացման, հետաքրքիրն այն է, որ Հայաստանի խորհրդայնացման արագացման գործում առավել շահագրգիռը այդ բոլշևիկյան վերնախավի ներկայացուցիչներից Գյորգի Օրջոնիկիձեն էր։ Իսկ Օրջոնիկիձեն տարածաշրջանում, Անդրկովկասյան տարածաշրջանում բոլշևիկների ղեկավար գլխավոր դերակատարն էր համարվում, հանդիսանում։ Ինչ վերաբերում է Մոսկվայում նստած ղեկավար անձնակազմին, այսինքն Ստալին, Լենին, Չիչերին, Տրոցկի, ապա այս մարդիկ չէին ցանկանում շտապել, չէին ուզում, որովհետև այստեղ մի տեսակ վտանգ էին նրանք տեսնում, որ Հայաստան զորք մտցնելը կարող է առաջ բերել Անտանտի պետությունների դժգոհությանը եւ վախ կար ամենակարևորը, որ Բաթումում կարող են նրանք դեսանտ իջեցնել, հատկապես Անգլիայից կար այդ վախը, բայց քանի որ Օրջոնիկիձեն գտնվում էր տարածաշրջանում եւ Օրջոնիկիձեն ավելի քաջատեղյակ էր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա նա շտապում էր եւ ուզում էր օր առաջ զորքերը մտցնել, Բաքվից զորքեր մտցնել Հայաստանի տարածք եւ իրականություն դարձնել Հայաստանի խորհրդայնացման process-ը։ Հետաքրքիրն այն է, որ հայ բոլշևիկներից բացի Հայաստանի խորհրդայնացմանը, շուտապույտ խորհրդայնացմանը ձգտում էին նաեւ թուրքերը։ Սարմանալի մի իրողություն, բայց թուրքերը եւս ձգտում էին Հայաստանի խորհրդայնացումը օր առաջ իրականություն դարձնել։ Սա իհարկե ուներ իր հիմնավորումը, իր պատճառաբանությունը, քանզի ազգային ուխտով նախատեսված տերիտորիաները իրենք արդեն տեր էին դարձել։ Նրանց գերնպատակը Կարսին տեր դառնալն էր, հոկտեմբերի 30-ին նրանք գրավեցին Կարսը։ Ավելին, մի բան էլ ավել, առաջացան մի շաբաթ հետո էլ գրավեցին Ալեքսանդրապոլը, որ նախատեսված էլ չէր այդ ազգային ուխտ կոչված փաստաթղթով, բայց նրանք գրավեցին։
Եվ թուրքերը ցանկանում էին, որպեսզի բոլշևիկները մուտք գործեն Հայաստան, ու Կարմիր բանակը մուտք գործի Հայաստան, Հայաստանը խորհրդայնացվի, դրանով նրանք ցանկանում էին ապահովել իրենց թիկունքը արևելյան ճակատից։ Այսինքն Հայաստանից որևիցե վտանգ նրանք չտեսնելով, հանգիստ վիճակում հայտնվելով, նրանք իրենց ուժերը պետք է թեքեին դեպի արևմուտք, այսինքն հույների դեմ կռիվ մղելու, որովհետև այս համաշխարհային հեղափոխության այդ գաղափարները կատարածելու համար, հեղափոխություն իրականություն դարձնելու համար, նրանք ռուսներին հետևյալն էին առաջարկել, որ պետք է փոքր այդ իմպերիալիզմի դաշնակից այդ փոքր պետություններին ջարդելու, ջախջախելուց հետո նոր պիտի շարունակել առաջ, իսկ Հայաստանը հայտարարվել էր իմպերիալիզմի դաշնակից ու բարեկամ երկիր եւ պետք է իմպերիալիզմի այս դաշնակցին պարտության մատնեին։ Եվ ահա Հայաստան զորք մտցնելով Կարմիր բանակայինների մուտքից հետո նպատակ ունեին իրենց ուժերը տեղափոխել հունական ճակատ եւ այնտեղ հույների հետ արդեն խնդիրը լուծել ռազմական գործողությունների արդյունքում, որն էլ տեղի ունեցավ 1921 թվականին։ Ահա այս process-ներից, գործընթացներից հետո նույն այս օրերին 105 տարի առաջ, ճիշտ այս օրերին Բաքվում արդեն կազմակերպվել էր, ձևավորվել էր Հայաստանի հեղկոմը եւ նոյեմբերի կեսին եւ նոյեմբերի վերջին արդեն Հայաստանի կոմկուսը պլյուս հայ հեղկոմը շարժում են Բաքվից դեպի Ղազախ եւ նախապատրաստական աշխատանքներ տանելուց հետո Ղազախից նրանք պետք է մուտք գործեին, այսինքն Հայաստանի սահման Իջևան, մուտք գործեին Իջևան եւ խորհրդայնացումը այսպես բերեին դեպի Հայաստան։ Իսկ դա տեղի ունեցավ 1920 թվականի նոյեմբերի 29-ին առավոտ կանուխ հայ հեղկոմը Սարգիս Կասյանի գլխավորությամբ 11-րդ բանակի զորամիավորումները Պավել Կուրիշկոյի եւ Միխայել Վելիկանովի անմիջական առաջնորդությամբ պլյուս հատուկ գունդը, որը ձևավորվել էր մայիսյան ապստամբությունից հետո, այդ բոլշևիկների փախուստից հետո Բաքվում դարձյալ նոյեմբեր 29-ին առավոտ կանուխ անցան սահմանը եւ առաջ եկան։ Դուք ձեր խոսքում շեշտեցիք, որ դպրոցական տարիներին անհասկանալի ձևաչափով կարճ կոնկրետ ներկայացում էր, ավելին ասեմ, սովետական ժամանակաշրջանում էլ ներկայացում էր հետևյալ կերպ, որ ապստամբ ժողովրդի կամքով եւ ցանկությամբ Բաքվից այդ բոլշևիկները մուտք գործեցին, Ղազախից ներողություն, բոլշևիկները մուտք գործեցին Հայաստանի տարածք եւ իբրև թե Դիլիջանի, Իջևանի ճնշված ժողովուրդները, ապստամբ ժողովուրդները լուր էին տվել, որպեսզի կան դաշնակների, այսպես իրենց լեքսիկոնով ասած, ատելի տիրապետությունից կան իրենց ազատագրեն։ Իհարկե սա միֆ էր, որևիցե մի ապստամբություն չի եղել, քանզի բոլշևիկները Ղազախից մուտք գործեցին Իջևանի տարածք, առաջ գալով, հենց առաջին բնակավայրը, այնտեղ որը բոլշևիկների մուտքը ազատ ազդարարեց եւ հենց այդտեղից էլ եկել է այդ համայնքի բնակավայրի ազատամուտի անունը, դիմավորեցին բոլշևիկներին, որից հետո առաջ ընթացան բոլշևիկները, շարժվեցին առաջ, պարզապես զորքը բոլշևիկյան երկու մասի, մի փոքր զորաջոկատ ուղարկվեց այսօրվա Սևքար կոչվող գյուղ, քանզի Սևքարում դա թիկունքն էր համարվում, այնտեղ խորհրդայնացման process-ը, գործընթացը տարածելու, այսպես ասած, որովհետև ինչու Սևքար, որովհետև դեռ 20 թվականի մայիս ամսին, երբ որ ապստամբությունը բռնկվեց Հայաստանում, մայիսյան անկազմակերպ այդ ապստամբությունը բռնկվեց Հայաստանում, Սևքարում կային բոլշևիկներ եւ Սևքարում Արշակ Բաբլումյանի տանը այդ գաղտնի ժողովներ էին գումարվում, Ենոկ Մկրտումյանի հետ կապ էին ապահովում, Շավար Շամիրխանյանի, Ենոկ Մկրտումյանի հետ, որոնք Իջևան, Դիլիջան հատվածում ապստամբությունը ղեկավարում էին։ Հիմա բոլշևիկյան մի փոքրիկ զորաջոկատ գնաց դեպի Սևքար, մնացյալը առաջանում են դեպի Իջևան։ Որևիցե մի դիմադրության նրանք չեն հանդիպել։ Եվ այս մասով իրապես հետաքրքիր է, որտեղ այն տարածաժամանակային եւ քաղաքական կոնտեքստը ստեցյալ ներկայացրեցիք, իրենք պատմական կարևոր դասեր են, այն դեպքում, երբ որ դրանք ընդունվում են ի գիտություն, այսինքն դրանք պարզապես ինֆորմացիա չեն լինում։
Ես շատ կուզեմ, որ մենք նաև խոսենք հենց ավելի լոկալ կոնտեքստի մասին, որովհետև կարծում եմ մեզ հետևողներին շատ հետաքրքիր կլինի, շատերը նույնիսկ կարող է հիշեն որոշ բաներ, որովհետև դա ինչքան էլ պատմական անցյալ է, բայց ոչ վաղ անցյալում տեղի ունեցած գործընթաց է։ Մուտքը Իջևան ինձ հետաքրքիր է։ Ըստ էության այդ ժամանակահատվածում Հայաստանի տարբեր հատվածում տարբեր process-ներ էին տեղի ունենում, եւ եթե համեմատում ենք տեխնոլոգիաների զարգացումը, այսինքն լուրերի տարածումը եւ այլն, այն ժամանակ չի եղել դա։ Մուտք գործեց Իջևան Կարմիր բանակը, հայ հեղկոմի գլխավորությամբ եւ այլն։ Ինչ տեղի ունեցավ, ինչպիսի քաղաքական եւ հասարակական միջավայրում տեղի ունեցավ ըստ էության խորհրդայնացման process-ի մեկնարկը եւ ինչով էր կարեւոր այս լոկալ իջևանյան խորհրդայնացումը մեծ պատմության խորհրդայնացման համատեքստում։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ ըստ էության փոխվեց կառավարման ձևը, փոխվեցին տնտեսական հարաբերությունները, մշակութային, արժեքային, կենցաղային մի շարք փոփոխություններ, որոնք ստրեսային էին, որոնք ոչ միանշանակ էին, բնականաբար կան փոփոխություններ, որոնք իրենց դրական ազդեցություն ունեցան, որոնց մասին մենք իհարկե կխոսենք։ Շատ լավ, մի հատ տեսեք։ Կարմիր բանակի զորամիավորումները հայ հեղկոմի գլխավորությամբ հասնում են Իջևան, կեսօրվա ժամը 2-ի դրությամբ նրանք արդեն Իջևանում էին։ Ես ասացի, որ ոչ մի դիմադրություն չկազմակերպվեց։ Դա իհարկե պայմանավորված էր նրանով, որ օրվա ռազմական գործերի նախարար Դրոն հատուկ հրահանգ էր տվել, Դրաստամատ Կանայանը հրահանգ էր տվել, որ բոլշևիկյան եկող ուժերին որևիցե մի դիմադրություն չցուցաբերել։ Իսկ Դիլիջան, Ղազախ, այս Իջևանյան, այս հատվածի զորահրամանատարը տվյալ ժամանակահատվածում Սեպուհն էր, որը բնականաբար լսեց Դրոյին, եւ Սեպուհը իր զորաջոկատները թողեց Ելենովկայում, այն ժամանակվա անուններով ասենք, Սևանում եւ Ախտայում, Հրազդանում, ինքը մի փոքր խմբի հետ անցավ դեպի Ապարան, որտեղից էլ լորի վրայով անցավ դեպի Վրաստան, որպեսզի դիմադրություն չցուցաբերի բոլշևիկներին։ Բոլշևիկները անվարան, եկան Իջևան, կրկնում եմ, կեսօրվա դրությամբ նրանք Իջևանում էին։ Այստեղ մեր շատրվանների հրապարակում բնականաբար բազմությունը հավաքվեց, մի ամբիոնդ բերեցին շատրվանների հրապարակում դրեցին, Սարգիս Կասյանը այստեղից իդուր ամբողջ աշխարհի հանդես եկավ հայտարարությամբ, որ խորհրդային Հայաստանի աշխատավոր ժողովրդի կամքով եւ ցանկությամբ, ապստամբ աշխատավոր ժողովրդի կամքով եւ ցանկությամբ տապալվել է ատելի դաշնակցական տիրապետությունը եւ այսուհետ խորհրդային Հայաստանի կարմիր դրոշը պետք է պաշտպանի հայ ժողովրդին, քանզի ճնշողների դարավոր տիրապետությունից նա ազատագրվեց վերջապես դուրս եկավ։ Լենինին ուղարկվեց հեռագիր, որ Հայաստանում Քարվանսարայի եւ Դիլիջանի աշխատավոր ազգաբնակչությունը դաշնակցական տիրապետության դեմ դուրս եկավ, ապստամբեց եւ վերջապես երկրում հաստատվեց խորհրդային կարգը։ Հետաքրքիրն այն է, որ Պավել Կուրիշկոն Իջևան հասնելուն պես Զորամասի, չնայած ոչ մի դիմադրություն ես ասացի ցույց չի տվել, բայց Զորամասի հրամկազմին հրաման արձակեց, ձերբակալեցին, որից հետո հրաման արձակեց, որպեսզի մի քանի գարմորթեն, հարիսա պատրաստեն եւ ինքը, այսպես ասած, տան տիրոջ իրավունքով հյուրասիրություն կազմակերպեց Սարգիս Կասյանին եւ մնացյալներին եւ սրանով վերջինս ուզում էր ցույց տա, որ դրության տերը ինքն է։ Իջևանից հետո առաջ ընթացան դեպի Դիլիջան, նույն ձևաչափով Դիլիջանից հայտարարություններ, շնորհավորական ուղերձ եւ այլը, եւ կամաց նրանք պիտի հասնեին դեպի Երևան։ Տեսեք, հետաքրքիրն այն է, որ քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնը Երևանն էր։ Իջևանում այսպես Սարգիս Կասյանի գլխավորությամբ հայ եղկոմը, կարմիր բանակայինները կանգառ կամաց առաջ են ընթանում, գալիս են տեղի ազգաբնակչությունն էլ տվյալ ժամանակահատվածում եկեք պատկերացնենք էլի մի փոքր հետ գնանք, տվյալ ժամանակահատվածում աղետալի վիճակ է, սարսափելի, նոր պատերազմը ավարտած, պատերազմից դուրս եկած ծանր, սարսափելի պարտությունից հետո այս ազգաբնակչությունը պարզ չի, որ պետք է
եկած այդ նոր ուժի մեջ գոնե դրական մի բան փնտրեր, որովհետև ոչ մի ժողովուրդ պատերազմ չի ուզում։ Տվյալ ժամանակահատվածում մենք եւս բարձրապես բոլշևիկների այդ քարոզչությունը նրանք կարողացան այս ամեն ինչը իրենց օգտագործել, որ տեսեք ժողովուրդն է ցանկանում, ժողովուրդն է լուր տվել, որ Բաքվից մենք անցնենք գանք, բայց նման բան գոյություն չուներ։ Այս ժողովուրդը չէր ուզում պատերազմ։ Այս ժողովուրդը չէր ուզում տարածքային կորուստ, բայց եկավ եւ տեղի ունեցավ ամենաաղետալին՝ Կարսի մարզը մենք կորցրեցինք։ Բայց քաղաքական գործընթացները ընթանում էին արդեն Երևանում, որտեղ Երևանում էր գտնվում խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանը, որը հերթական անգամ Հայաստան եկել էր նոյեմբեր 19-ին Բորիս Լեգրանը եւ Բուդո Մտիվանին, այս երկու ներկայացուցիչները եկան Հայաստան։ Նրանցից մեկը Մդիվանին գնաց դեպի Ալեքսանդրապոլ, իսկ Լեգրանը եկավ դեպի Երևան։ Երկու քաղաք, որտեղ ընթանում են քաղաքական իրադարձությունները, process-ները։ Մի տեղում Ալեքսանդրապոլում պատերազմը ավարտվել է եւ բանակցություններն են ընթանում թուրքերի հետ, իսկ մյուս հատվածում Երևանում արդեն իշխանությունը բոլշևիկներին հանձնելու խնդիրն է քննարկում, օրակարգում դա է դրված եւ բանակցագործընթաց է ընթանում։ Ի վերջո, ինչ պիտի լինի ելքը նոյեմբերի 30-ին Դաշնակցության ֆրակցիայի կառավարության վերջին նիստը գումարվեց, որտեղ օրակարգում հենց դրված էր այս հարցը։ Իսկ միանշանակ չէր, բնականաբար, տարբեր թևեր գոյություն ունեին, ոմանք գտնում էին, որ պետք է միջև վերջ շարունակել պայքարը, չպետք է իշխանությունը հանձնել բոլշևիկներին, ոմանք դրոյի գլխավորությամբ, իսկ դրոն մեր պատմագրության մեջ հայտնի է որպես ռուսասեր, բայց իրատես անձնավորություն, գտնում էր, որ ելք չկա։ Իրապես Քեմալա բոլշևիկյան այդ համագործակցության արդյունքում այս Սարդոստայնը այնպես էր հյուսվել, որ տարբերակ չկար։ Դու պիտի խորհրդայնացումը ընդունեիր։ Հակառակ պարագայում Թուրքիա եկել Ալեքսանդրապոլը գրավել եւ Քազիմ Կարաբեքիր Ալեքսանդրապոլում նստած սպառնում է մեր պատվիրակության նախագահ Ալեքսանդր Խատիսյանին, որ եթե դուք չընդունեք այս պայմանները, ես կքայլեմ առաջ։ Եվ հաջորդը դա Երևանն է լինելու։ Իսկ Երևանում դրոյի նման իրատես մարդիկ, իհարկե դրոյի այս իրատեսությունը, դրոյի այս վարքագիծը նաև պիտի պայմանավորել նրանով, որ Օրջոնիկիձեն հրահանգ էր տվել Բորիս Լեգրանին, որ դրոյին խոստացեք պաշտոն, իսկ դրոն եւ Համբարձում Տերտերյանը հեղկոմի մաս պիտի կազմեին։ Իսկ դրոյին էլ թվում էր, թե իրապես տրված խոստումները պիտի կատարածվեին, 14 թվականի սահմանը պետք է վերականգնվեր, ինքը Կարմիր բանակի առաջնորդ պիտի դառնար, բայց խորհրդայնանալուց անմիջապես հետո գլխիվար շուռ է գալիս ամեն ինչ։ Այդ տրված խոստումները չքացան։ Ահա։ Շատ շնորհակալություն պատմական հետաքրքիր այս էքսկուրսի համար։ Գանք այն ժամանակահատվածը, երբ որ ըստեյության արդեն խորհրդային կարգերը արմատանում էին Հայաստանում, ընդգրկելով տարածաշրջան բոլոր մարզերը, բոլոր վարչական շրջանները եւ այլն։ Ինչ բերեց իր հետ խորհրդային կարգերի հաստատումը։ Բերեց նոր քաղաքական համակարգի հաստատում, այդ վարչահրամայական։ Եվ այդ նոր քաղաքական համակարգը ինչպես դրսևորվեցին Հայաստանի Հանրապետության ամենատարբեր մարզերում այն ժամանակ բնականաբար ոչ Հայաստանի Հանրապետության, ինչի է սա ինձ համար կարևոր, որովհետև մեր քննարկումից առաջ ես կարդում եմ շատ հետաքրքիր պատմություններ սովորական ժողովրդի կողմից, թե նրանք ինչպես են ընդունել նոր կառավարման ձևը, նոր մոտեցումները եւ այլն, որովհետև օրինակ Հայաստանի տարբեր մարզերում առաջ ինչպես էր, դե այն ժամանակ մարզ չի եղել ըստեյության, ասենք վարչամիավորներում, շրջաններում, ինչպես էր, հա, հիմնականում կառավարումը հիմնված էր ավելի գերդաստանային, այսպես կառավարման հենքի վրա, երբ որ գերդաստանն էր որոշումներ կայացնում, իսկ խորհրդային կարգերը բերեցին նոր տրամաբանություն կառավարման, այն է հիմնվեցին օրինակ տարբեր գյուղխորհուրդներ, կուսակցական բջիջներ եւ այլն։ Եվ սա շատ լուրջ հակասությունների մեջ մտավ տեղի բնակչության հետ, ինչու, որովհետև նրանց համար օրինակ տեղի բնակչության համար շատ խորթ էր, օրինակ ինչպես կարող է 20-30 տարեկան երիտասարդը կառավարի իրենց գյուղը,
Եվ շատ հետաքրքիր պատմություն եմ կարդացել այս մասով, որ իդեպ հենց իջևանյան պատմություն է։ Իջևանում հայտնի պատմություն կար, որ մի գյուղի ավանդական հեղինակավոր մեծահասակին, այսպես ասած, որպես նախկին ռեժիմի հետևորդ գահընկեց արեցին ու նրա փոխարեն բերեցին նոր երիտասարդ 25-30 տարեկան երիտասարդ, ով նշանակվել էր ըստ էության տեղի կուսակցական մարմինների կողմից։ Եվ ինչ էին ասում տեղի բնակչությունը, որ մեր գյուղի մեծը նրա դաստիարակին է դաստիարակել։ Ըստ էության այս արտահայտությունը առաջին հայացքից էմոցիոնալ, բայց շատ խորը բովանդակային կողմ է պարունակում։ Եվ ես շատ կուզեմ, որ մենք խոսենք նաև արդեն ինչ բերեց իր հետ խորհրդային միությունը կառավարման տեսանկյունից եւ այլն, եւ ինչ հակազդեցության ու հակասությունների մեջ մտավ արդեն գոյություն եղած իրավիճակի հետ։ Եղավ, շատ լավ, տեսեք, առաջին հանրապետությունը ինքը խորհրդարանական մոդելով կառավարվող հանրապետություն էր, կարճ կյանք ունեցավ չնայած, սովետական իշխանությունը մուտք գործեց, կարգերը մուտք գործեցին Հայաստան։ Սովետական իշխանությունը հաստատվեց Հայաստանում դեկտեմբեր 2-ին։ Մինչ այդ բոլշևիկների տրված այդ մեծ խոստումները կարծես նույն օրը չքացան, որովհետև վերջիններս գալով իշխանության հենց իրենց կողմից ստորագրած դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված այդ 8 կետից կազմված համաձայնագրի բոլոր կետերը խախտեցին։ Այդ ոչ մի կետ իրականություն չդարձավ, խախտվեց։ Նույն օրը կրկնում եմ, կեսօրին, ժամ 12-ին դեկտեմբերի 2-ին ստորագրվում է համաձայնագիրը, երեկոյան 6-ից հետո սկսում են ռեպրեսիոն քաղաքականությունը։ Նախկին կառավարության անդամներին մեծամասնությանը սկսում են ձերբակալել։ Հիմա տեսեք, խորհրդային իրականությունը, խորհրդային իշխանությունը պիտի միանշանակ գնահատել բոլոր ասպարեզների հետ կապված, կարծում եմ ճիշտ չէ, քաղաքական բնագավառում բնականաբար հասարակական քաղաքական ասպարեզում բնականաբար բացասական կողմեր շատ են եղել, հատկապես այդ 20-30-ական թվականներին բռնաճնշումների քաղաքականությունը, ռեպրեսիաները եւ այլը, բայց կրթամշակութային ոլորտում սոցիալ-տնտեսական բնագավառում մենք պետք է ասենք, որ բավական դրական ձեռքբերումներ մենք ունեցել ենք։ Հենց 20-ական թվականներին անգրագիտությունը վխտում էր մեզանում եւ անգրագիտության վերացման ուղղությամբ բավականաչափ այսպես գործունեություն ծավալել է սովետական իշխանությունը։ Այդ դպրոցական համակարգը, բարձրագույն ուսումնական հաստատությունը, ճիշտ է, ԵՊՀ-ն առաջին հանրապետության ժամանակ ստեղծվեց, 19 թվականի մայիսին որոշումը կայացվեց, բայց ժամանակը կարճ եղավ, առաջին հանրապետության շրջանում այդ հիմքերը դրվեցին, բայց խորհրդային ժամանակաշրջանում արդեն ԵՊՀ-ն սկսեց կամաց-կամաց զարգանալ, իր ֆակուլտետների առումով սկսեց զարգացումը, պլյուս ուսանողների դասախոսական անձնակազմի թվականակով եւ այլ լիգկայաններ ձևավորվեցին, լիկվիդացիոն կայանները, որոնք անգրագիտություն այսպես սկսեցին մաքրել։ Հաջորդը սոցիալ-տնտեսական առումով, տնտեսության ոլորտում, թեկուզ վերցնենք այդ 20-ական, 20-30-ական թվականներին պլանային ռելսերով, երբ որ տնտեսությունը սկսեց զարգացում ապրել, առաջին հնգամյա պլանը, երկրորդ հնգամյա պլանը, ի վերջո տեսեք 5 տարվա մեջ առաջին հնգամյակի արդյունքում 18 գործարան Հայաստանի խորհրդային Հայաստանում ներողություն, երկրորդի դեպքում 26 գործարան, սա իմ կարծիքով բավականաչափ մեծ առաջընթաց էր, որ պետք է ասենք։ Ինչը բնականաբար չենք կարող ասել հասարակական քաղաքական ոլորտի հետ կապված, որովհետև տվյալ ժամանակահատվածում բռնաճնշումների քաղաքականությունը սկսվեց հատկապես 20 թվականի դեկտեմբերից մինչև 21 թվականի փետրվարը իշխանության եկած հեղկոմի այդ անդամները Ավիս Նուրիջանյանի, Գևորգ Աթարբեկյանի գլխավորությամբ նրանք սկսեցին ձերբակալությունների մի շղթան։ Անհասկանալի, անիրատեսական մի պրոցես, բանտերը Սիմոն Վրացյանը ժամանակակիցներից նշում է, որ բանտերը բեռնեբերան լիքն էին։ Այս մարդկանց բոլորին լցնում էին բանտերը, եւ սա էլ բնականաբար բերեց մեր երկրում մեր իրականության մեջ պայթյունի հանգեցրեց, ապստամբությունը տեղի ունեցավ։ Երբ խոսում ենք տնտեսական ու սեփականության վերափոխումներից, ըստ էության կոլեկտիվացման գործընթացը սովետական կարգերի հաստատումից հետո ամենաարմատավոր, ամենացավոտ եւ
հակասություններով լի շրջաններ, որովհետև ինչ էր տեղ ունենում։ Մարդիկ, ովքեր ունեցել էին մեծ տնտեսություններ, շատ հողատարածքներ, սեփականություն եւ այլն, ընդհանրապես 1-2 օրվա մեջ հասկացան, որ դա իրենցը չի այլևս։ Եվ դա ազգայնացվում է ու համընդհանրացվում է։ Բնականաբար ես համաձայն եմ ձեր այն մտքի հետ, որ տնտեսությունը ունեցավ աննախադեպ վերելք, բայց դրան զուգահեռ իրականությունում ինչ էր պլանային տնտեսություն, երբ պետությունը ինքն էր որոշում, թե ինչից ինչ քանակությամբ արտադրվի եւ այլն, այսինքն այստեղ ոչ թե հիմքում աշխատանքի արդյունավետությունը ու արդյունարարություններ, այլ պլանը կատարելը։ Եվ այս մասով ես կարդում էի, որ նախադեպային էր Իջևանի համար Իջևանի գինու եւ կոնյակի գործարանի հիմնադրումը, որովհետեւ այն միանգամից տարածաշրջանի համար աշխատատեղերի առումով բերեց լրիվ նոր դաշտ, մարդկանց համար նախադեպային էր աշխատել աշխատավարձով եւ այլն։ Սա իհարկե կարեւոր է, բայց միևնույն ժամանակ Խորհրդային Միության հաստատման տարիներին, այսպես ասած, պլանային տնտեսությունը իր հետ բերեց մի շարք այլ բացասական զարգացումների, որովհետև վերացան մի շարք արհեստներ եւ վերացան մի շարք մասնագիտություններ, որոնք կարեւոր էին տվյալ տարածաշրջանի համար կամ դրանք միավորվեցին։ Օրինակ, մի քանի դարբիններ, ովքեր ինչ-որ պլանային գործ էին կատարում, բայց արդյունքում չէին իրացնում իրենց ամբողջական ռեսուրսը, պոտենցիալը, որպես մասնագետ իրենց լավ զգալու համատեքստում։ Այսինքն եւ լավ եւ զուգահեռ վատ իրար զուգահեռ գնում էին, հաշվի առնելով տարածաժամանակային կոնտեքստը, որ իրապես ծանր էր Հայաստանի վիճակը, այնուամենայնիվ խորհրդային ժամանակահատվածում տնտեսությունը քեզ թույլ չէր տալիս որպես այդպեսին ունենալ մեկ ավարտուն արտադրանք, եւ դու մշտապես կախման մեջ էիր կենտրոնից։ Կուզեմ նաև խոսենք եւ լավ եւ վատ կողմերի մասին զուգահեռ, որովհետեւ բնականաբար այնինչ ստեղծվել էր լավ էր, բայց միևնույն ժամանակ դրա հակառակ կողմում այդ պլանային տնտեսությունն էր, հա, երբ որ ոչ թե կարիքի առաջարկ պահանջարկ հիման վրա էր, այլ ինչպես կորոշեր կենտրոնը։ Շատ լավ։ Հատկապես կոլեկտիվացման հետ կապված, այո, դժգոհություն առաջացավ, որովհետեւ այստեղ պարտադրանքի կիրառումը գնաց եւ համատարած կոլեկտիվացման գործընթացի ճանապարհին մարդիկ սկսեցին դժգոհել, որովհետեւ մեկը ավելի քիչ քանակով անասուն էր պահում, մյուսը ավելի շատ, հիմա այս ամբողջը պետք է կենտրոնացվեր։ Դրա համար սա բերեց մի քաղաքականության դրսևորման, համատարած, այսպես ասած, մորթի քաղաքականությունը սկսեց իրականություն դառնալ, դժգոհություններ բնականաբար առաջացան, որովհետեւ պետությունը սկսեց, այսինքն վարչահարություն, բռնություններ սկսեց գործադրել այս քաղաքականության իրականացման մասով եւ բնական է, որ սա պետք է ազգաբնակչության մոտ դժգոհություն առաջացներ։ Այս մասով բնականաբար կար դժգոհություն, բայց ինդուստրիացման հետ կապված այդ գործարանների թվի աճը բնականաբար սա պետք է մեզանում առաջացներ ոգևորություն։ Ինչ վերաբերում է ձեր ասած գինու, ուրեմն գործարանի եւ այլնի մասով, իհարկե դեռ 19-րդ դարից, մի քիչ ավելի կարանք հետ գնանք, 19-րդ դարից սկսած ու 20-րդ դարում առավել, մենք սպիրտի արտադրության, կոնյակի արտադրության, գինու արտադրության ոլորտում առաջընթաց ունեցել ենք։ Չնայած գինու առումով Վրաստանը մեզնից առաջ է եղել, բայց մենք սպիրտի արտադրության ոլորտում ունեցել ենք առաջընթաց, կրկին արձանագրել ենք։ Սովետական այս ժամանակահատվածում եւ դրական եւ բացասական կողմերը միանշանակ կար, չենք կարող այսպես միանշանակ գնահատական տալ, որ բացասական էր, ոչ, միանշանակ ասենք դրական էր, դա էլ չի կարող լինել, որովհետեւ որ ոլորտի մասին ես դու խոսում, սոցիալ-տնտեսական առումով դրական առավել էր, հասարակական քաղաքական բնագավառի առումով բնականաբար չենք կարող միանշանակ այստեղ ասել։ Ինձ համար հետաքրքիր է շատ, որ երևի դրական միտումներից, որ որպես կին, որպես աղջիկ ես նկատեցի, դա կին տեղական պաշտոնյաների աննախադեպ երևույթ էր ըստ հայաստանյան իրականության մեջ, որովհետև խորհրդային Հայաստանում կտրուկ փոխվեց այս գենդերային պատկերը, շատ կանայք սկսեցին գյուղխորհուրդներում հավակնել պաշտոնների, գրադարանավարներ, բուժական հաստատություններում եւ այլն։ Եվ հետաքրքիր է, որ այս առումով էլ կարելի հասարակական լարումներ, ընտանիքի փոխհարաբերությունների որոշակի խզումներ, ինչու,
որովհետև Հայաստանը բավականին պատերնալիստական երկիր է, այսինքն հայրիշխանական, եւ երբ օրինակ սովետական Հայաստանում, ընդ որում էլի Իջևանյան նախադեպ է, կոլխոզում ընտրվեց հաշվապահ կին, շատ տղամարդիկ հրաժարվում էին նրա փաստաթղթերի տակ ստորագրել, ինչու, որովհետև ասում էին դե կինը ինչ գիտի թվերը ինչա, հա, այսինքն շատ հետաքրքիր է նաեւ նոր երևույթ էր սա։ Բնականաբար սա էլ ուներ իր ձևական կողմը, որովհետև շատ հաճախ սա պարզապես արհեստականորեն էր արվում, ինչը նաև բերում էր իր հետ բացասական փոխհարաբերությունների ձևավորման, սրման, վատ մրցակցության եւ այլն, բայց ամեն դեպքում նախադեպային առումով ինքը շատ հետաքրքիր փորձառություն էր սովետական Հայաստանում, երբ որ կանայք սկսեցին հավակնել ավելի բարձր պաշտոնների։ Տեսեք, կանայք քաղաքական դաշտ հայրականության մեջ դեռևս 19-րդ դարի վերջից, երբ որ մեր քաղաքական կուսակցությունները ստեղծվեցին, առաջացան, մեր քաղաքական կուսակցությունների հիմնադիր կազմում կանայք դարձյալ կային եւ ունեին մի կուսակցություն, արմենական կուսակցության մասն է խոսքը, որ կնոջը տեղ էր տալիս իր շարքերում։ Հետագայում արդեն առաջին հանրապետության շրջանում մենք ունեցանք կին դեսպան, մենք մեր օրենսդիր մարմնում ունեցանք կին պատգամավորներ, 3 կին պատգամավոր ենք ունեցել։ Եվ հետաքրքիրն այն է, որ երբ որ խորհրդային կարգերը մուտք գործեցին Իջևան, մեր առաջին, այսպես ասած, պարտկոմի քարտուղարը կրկին կին եղավ։ Մարգո Չոլախյանի մասին է խոսքը, եւ նա ստանձնեց այդ պարտականությունները, այդ պաշտոնը, եւ կարծես հենց խորհրդային իշխանության առաջին իսկ օրերից այդ ղեկավար պոստը վերապահվեց կնոջ եւ հետագայում մենք էլի ենք ունեցել եւ որոնք որ բազմավեղուն գործունեություն ծավալել են։ Այսօր էլ մենք Իջևանյան իրականության մեջ տեսնում ենք այդ ամեն ինչը, որ այդ կին ղեկավար անձանց շնորհքն է եղել։ Սա իմ կարծիքով չպետք է սրան բացասական աչքով նայենք, հակառակը կարևոր մարդու իրականացրած գործունեություններ, այդ հասարակության, այդ հանրույթի համար նա դրական գործ է արել, թե ոչ, իսկ բարեբախտաբար մեր պարագայում, Իջևանի պարագայում կոնկրետ այդ դրականը մենք տեսել ենք։ Հատկապես այստեղ կարող ենք մենք առանձնացնել կին ղեկավար գործիչներից Տիկին Ջեմա Անանյանին, որ վերջի շրջանում է իհարկե եղել, բայց նրա գործունեությունը, որովհետև նրա շնորհիվ Իջևանում բավական փոփոխություններ եղել են։ Այսօր էլ մենք տեսնում ենք այդ ամեն ինչը եւ բնականաբար մեծ ոգևորվածությամբ ենք այդ ամեն ինչը ընդունում։ Դուք խոսեցիք նաև մշակութային կյանքում մի շարք զարգացումներից, նորամուծություններից, որտեղ հիմնվեցին շատ դպրոցներ, ինչը շատ կարևոր կենտրոններ են, մշակույթի տներ, ակումբներ, վարսավիրանոցներ, այսինքն բաներ, որ Հայաստանում կամ քիչ են եղել, կամ չեն եղել ըստ էության այդ ժամանակահատվածում։ Ես կուզեմ նաև խոսեք նաև այս մասին, ընդգծելով նաև, թե ինչպես հաղթահարվեց տեղական ավանդույթների միջև հակասության այս խնդիրը, ինչպես մարդիկ կարողացան հարմարվել նոր մշակութային իրողությանը։ Տեսեք, խնդիրն այն է, որ նախորդող ժամանակահատվածում, հենց առաջին հանրապետության շրջանում, դրանից առաջ, ընդհանրապես 20-րդ դարի սկիզբը ընկած ժամանակահատվածը մեր ժողովրդի պատմության աղետալի էտապն է եղել։ Առաջին աշխարհամարտ, որին հաջորդեց թուրք-հայկական առաջին պատերազմը, որին հաջորդեց թուրք-հայկական երկրորդ պատերազմը, ամբողջ առաջին հանրապետության շրջանում լարված հարաբերություններ էին հարևան պետությունների հետ, տարածքային սահմանային վեճեր, կռիվներ եւ այլը, եւ բնական է, որ այս լարված մթնոլորտում մշակութային կյանքին շատ ժամանակ եւ տեղ հատկացնել չստացվեց։ Չնայած պիտի ասել հանուն անկեղծության, որ առաջին հանրապետության շրջանում դրվեց հիմքերը ԵՊՀ-ի եւ նաեւ դպրոցական կյանքի աշխուժացման, զարգացման, մշակութային կյանքի հանրային գրադարանն էլ ի վերջո առաջին հանրապետության ժամանակահատվածից արմատավորվեց, բայց ծաղկման էտապը, աշխուժացման էտապը դա սովետական շրջանում եղավ։ Խորհրդային ժամանակաշրջանում մենք կարելի ասել ձերբազատվեցինք, ապահովագրվեցինք ավելի ճիշտ այս
տարածքային սահմանային լարված վիճակից, պատերազմական գործողություններից չհաշված երկրորդ աշխարհամարտ, հայերենական պատերազմ, բայց մենք այլևս այս առումով պաշտպանված վիճակում էինք գտնվում եւ մենք կենտրոնացանք նաեւ մշակութային կյանքի աշխուժացման, մշակութային կյանքի զարգացման, կրթական ոլորտում բարեփոխումներ, կրթական ոլորտում իրականացված փոփոխությունները բերեցին դրական արդյունքի։ Այստեղ ցանկանում եմ հատուկ ընդգծենք Լուզ Ժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի դերը։ Չափազանց մեծ է եղել Աշոտ Հովհաննիսյանի դերը լուսավորության մինիստրություններն ղեկավարում կրթամշակութային կյանքի զարգացման վրա։ Այո։ Եվ այս առումով էլի հետաքրքիր էր սովետական միության փորձառությունը կրթական համակարգով, օրինակ ես շատ եմ լսում, որ սովետական միության կրթական համակարգը շատ լավն է եղել, դա հնարավորություն է տվել իրականում մասսայական կրթական համակարգի կրթական մակարդակի բարձրացման, լուսավորականության տարածման եւ այլն, ու այստեղ էլի զուգահեռ իրականություն կա, ճնշված մտավորականներ, որտեղ ըստեյության սովետական միության դպրոցն ինչ էր ասում, հա, մեզ սովորեցնում էր ավելի շատ ճիշտ պատասխաններ ասել, ոչ թե ճիշտ հարցեր բարձրաձայնել, բայց իմ խորին համոզմամբ կրթության միսիան դա ոչ թե գոյատևելն է քննական կամ տեսական նյութերում, այլ իրական կյանքում։ Եվ սա էլ շատ հետաքրքիր էր, այսինքն եւ դրականը եւ բացասականը զուգահեռաբար միմյանց կողքով գնում են, որտեղ սովետական միությունում օրինակ չկար քննադատական մտածողություն, ստեղծարար միտք, ինքնաճանաչողություն, սեփական եսի հետ կապված, այսինքն ինքնության խնդիր կար, հա, որպես այդպեսին սեփական ինքնությունը պահելու եւ սեփական ինքնությամբ երջանիկ լինելու եւ ոչ թե մասսայական ինչ որ միջոցառումներում։ Ընկեր Ազատյան, երևի թե ամփոփիչ հարց։ Խորհրդային տարիներին մարդիկ սովորել էին անել ամեն ինչ այն ժամանակ, երբ կար վերևից հրահանգ։ Սկսած բերքահավաքից ընդհուպ միջև երջանիկ իրենց զգալու պահեր, այսինքն երկու տարբեր զգացողություններ եւ գործողություններ։ Այսօր երբ ապրում ենք անկախ Հայաստանում, ինչպես է փոխվել հայ հասարակությունը, արդյոք մենք շարունակում ենք ունենալ այդ զգացումը, որ ինչ որ մեկը կգա մեզ կփրկի, ինչ որ մեկը պիտի ինչ որ բան ասի, որ մենք անենք, թե այնուամենայնիվ կամաց դառնում ենք ավելի նախաձեռնողական, ավելի ինքնուրույն, ավելի ինքնակառավարվող։ Շատ լավ։ Շատ դիպուկ ասացիք, իսկապես կոմկուսը ամեն ինչ կանի, քեզ պետք չէ մտածել։ Կոմկուսը քո տեղը կորոշի եւ դու ընդհանրապես պիտի կատարածես։ Իհարկե ազատությունից, անկախությունից վեր գաղափարախոսություն գոյություն չունի։ Մենք պիտի այդ ձեր ասած ինչ որ մեկը պիտի գա մեզ փրկի, մեզ աջակցի եւ այլը, կտրվենք այդ ամեն ինչից, դուրս գանք ի վերջո։ Մենք ինքներս մեզանով փորձենք ամեն ինչի հասնել մեզանով։ Դա դժվար է իհարկե, շատ լավ գիտակցում եմ, դա շատ բարդություններ, դժվարություններ, դժվար ուղի է պարունակում իր մեջ, բայց այդ ազատությունը, անկախությունը եւ սրա ճիշտ գիտակցումը, ազատություն ասվածը եւ անկախություն ասվածը մենք պիտի ճիշտ ընկալենք։ Հասկանում եք, իր բոլոր դետալներով պիտի ճիշտ ընկալենք։ Դա իմ կարծիքով ամենավեհ գերագույն արժեքն է, որ այսօր մեզ տրված է, քեզ պարտադրանք չկա քո նկատմամբ այս առումով, թեկուզ հենց սովետի հետ եթե համատական անցկացնենք, դուք ձեր խոսքում ասացիք, գլավլիտը ամեն ինչ, այդ գրաքննիչը ամեն ինչ նայում էր, նրա ձեռքի տակով պիտի անցներ։ Դու չէիր կարող ազատորեն ինչ-որ բան ասել, արտահայտվել, որովհետև հաջորդ իսկ վայրկյանին դու կհայտնվեիր համապատասխան վայրում, ինչ որ մեր կրթամշակութային բնագավառի նաև շատ քիչ առաջ իմ ասած Աշոտ Հովհաննիսյանը եւս զերծ չմնաց նախարար լինելով հանդերձ, նա եւս 37 թիվը նրան էլ չշրջանցեց։ Իհարկե փոփոխությունը այսօր տեսանելի է այս ազատության, անկախության պայմաններում, բնականաբար այդ ամեն ինչը ավելի մտածողության առումով քեզ տալիս է ազատ հնարավորություններ ճիշտ դատելու, ճիշտ որոշում կայացնելու եւ այլ, պարտադրանքը չկա։ Խորհրդային ժամանակաշրջանի իրականության մեջ լայն մոդայիկ երևույթ դարձած այդ իրողությունը չկա։ Այսօր մամուլը ազատ է, ճիշտ է, խոսքի ազատություն ունենք, ճիշտ է, թեկուզ այսօր գնանք կրթական միջավայր, որևիցե մի գիրք մենք չենք պարտադրում ուսանողին, ասում գնա այսքանը կարդա ու վсё։
ազատություն է։ Իսկ խորհրդային ժամանակաշրջանում չկար։ Մեր մասնագիտության ոլորտից օրինակը բերեմ, շատ թեմաներ ունեինք, որոնք ճակերտավոր ասած գտնում էին փակի տակ։ Ազգային կարևորագույն հիմնախնդիրները նրանք գտնում էին փակի տակ։ Ով կարող էր սովետական ժամանակաշրջանում հայոց ցեղասպանության մասին խոսել, հայոց հարցի մասին խոսել եւ շատ էլի այդպիսի ազգային խնդիրների մասին։ Իսկ այսօր ազատ դու կարող ես եւ ուսումնասիրել, եւ եզրակացություններ կատարել, գրառումներ իրականացնել եւ այլ եւ այլ։ Իսկ այն ժամանակահատվածում այդ փակ, ճնշված, կաղապարված միջավայր էր։ Այսօր փառք Աստծո մենք չենք գտնում այդ միջավայրում եւ ըստ իս այդ կախվածությունը որևիցե մեկը պիտի գա մեզ փրկի, փրկչի միսիայով պիտի գա, ինչ որ հենց խորհրդայնացման հետ կապված ռուսին էինք վերապահում, որ եւ սովետական շրջանում էլ այդպես գրում էր Ռուսաստանի ազատարար դերը հայ ժողովրդի ճակատագրում, պիտի մենք այդ մտածողությունից դուրս գանք, մենք Այնուամենայնիվ սովետական միությունում գնացքները բախվել են եւ միակ բանը, որ մենք այսօր կարող ենք անել, պինդ պահել, փայփայել մեր անկախությունը, ազատությունը, որովհետեւ դրանք կենսագործունեության մարդու եւ պետության կարևորագույն առանցքներն են։ Շատ շնորհակալություն պարոն Ազատյան, շատ հետաքրքիր պատմական էքսկուրսի եւ զրույցի համար։ Այսքանը շնորհակալություն։